Բաքուն արձագանքել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, դա իբր ԱՊԱ տեղեկատվություն որակելով։ Նշվում է, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտները։ Հայկական կողմը մինչդեռ լուսանկարներով է փաստել գյուղի տներից մեկին հասցված վնասը, նաեւ ադրբեջանական կողմին բնակելի տան գնդակոծման փաստը հետաքննելու կոչ արել։ Մենք չենք կարող էսկալացիայի վտանգ չտեսնել, երբ կրակում են մեր տների վրա, խորհրդարանում հայտարարել է ՔՊԱ-կան պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Նա միաժամանակ հավելել է, ամեն ինչ անելու են, որ էսկալացիայի վտանգը հավասարեցվի 0-ի եւ կնքվի խաղաղության պայմանագիր։ Ըստ ՔՊԱ-կանի Հայաստանը չի տրվելու սադրանքներին եւ չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ հարձակում է սկսել հիմա, խորհրդարանական ճեպազորույցների ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մեկնաբանելով եկեղեցու եւ եկեղեցականների մասին Փաշինյանի գրառումները։ Պատգամավորն այդ գրառումների ոճն ու բառապաշարը պարզ խուլիգանություն է որակել, նշելով, որ իրավապահ մարմինները պետք է գնան դրանց հետևից, քանի որ շատ ավելի մեղմ գրառումների պատճառով քրեական վարույթներ են հարուցում եւ մարդկանց զրկում ազատությունից։ Երևանում շտապօգնության բժիշկների վրա հարձակվելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ, տեղեկացնում է ոստիկանությունը։ Հաղորդվել էր, որ Պարոնյան Լեո փողոցների հատման հատվածում բժիշկներն ու վարորդը բռնության են ենթարկվել մի խումբ անձանց կողմից։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում։ Մայիսի լույս 30-ի գիշերը ռուսական կողմը ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, վիրավորներ կան, այդ թվում երեխաներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տիրիխովը հայտնել է, որ քաղաքարակորդը 8 շահեդ է արձակել տրոլեյբուսները սպասարկող դեպոյի ուղղությամբ։ Վնասվել է ոչ միայն ձեռնարկությունը, այլև ավելի քան 30 բազմաբնակարան շենք, 2 տուժած կա։ ԱԹՍ-ների հարվածից 1 տրոլեյբուս ամբողջությամբ այրվել է, եւս 18-ը վնասվել։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ մինչև Ստամբուլի բանակցությունների մեկնարկը ցանկանում է ստանալ ռուսական հուշագրի տարբերակը։ Նա շեշտել է, որպեսզի հաջորդ հանդիպումը լինի բովանդակային եւ առարկայական, կարևոր է նախապես ստանալ փաստաթուղթը, որ մեկնող պատվիրակությունը լիազորություն ունենա քննարկել համապատասխան դիրքորոշումները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր Մոսկվայի առաջարկի մասին ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլն անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում։ Ամերիկյան դաշնային դատարանն անորոշ ժամանակով արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունելությունն արգելելու մասին։ Դատավոր Էլիսոն Բերոուզը նշել է, որ նման որոշումը կօգնի պահպանել ստատուս քվոն։ Գործի վերաբերյալ վերջնական որոշում սակայն դեռևս չի կայացվել։ Այսպիսով Սպիտակ տունն առայժմ չի կարող չեղյալ հայտարարել հավաստագիրը, որը բուհին թույլ էր տալիս իրականացնել ուսանողների փոխանակման եւ օտարերկրյա ուսանողների ընդունելության ծրագիրը։